Նա ամեն օր արթնանում է կուրծքը սեղմված ականջները խլացնող լռության մեջ։ Կողքի տղամարդն ապրում է կեղծ տպավորություններով, մինչդեռ ինքը միայնակ է պահում ամեն ինչ։ Բայց իր տնօրենից ստացված անսպասելի հրավերը լիովին փոխում է նրա կյանքի ընթացքը։ Այժմ նա պետք է որոշի՝ շարունակել անտեսանելի մնալ, թե վերցնել սեփական ճակատագիրն իր ձեռքը։ Եթե սիրում եք այսպիսի հուզառատ սիրային պատմություններ, ապա բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում գրեք, թե որտեղից եք դիտում։ Ես շատ եմ ուզում իմանալ։ Նարինեն արթնացավ զարթուցիչի զանգից առաջ, ինչպես միշտ լինում էր վերջին շաբաթներին։ Կրծքավանդակի ծանրությունը օրվա առաջին զգացողությունն էր, նույնիսկ մինչ աչքերը լրիվ բացելը։ Նրա կողքին Տիգրանը թեթակի խռմփացնում էր, անտարբեր ամեն ինչի, անտարբեր իր նկատմամբ։ 23 տարեկան էր, բայց իրեն զգում էր այնպես, կարծես մի ամբողջ կյանք ապրել էր հնազանդության մեջ։ Բնակարանը, որը պահում էր իր աշխատավարձով, օրեցօր ավելի փոքր էր թվում, շնչած օդի հետ միասին խեղդելով նրա երազանքները։ Լուր վեր կացավ, ստվերի պես, որն անցնում է սեփական տնով առանց աղմուկի, առանց հետք թողնելու։ Խոհանոցում սուրճ պատրաստեց, պատուհանից նայելով արթնացող Երանին։ Ներքում կյանքը եռում էր։ Մեքենաներ, մարդիկ, շարժ։ Իսկ ինքն այստեղ էր, բանտարկված մի առօրյայում, որը չէր ընտրել, կապված մի տղամարդու, որն իրեն տեսնում էր որպես կահույքի մաս։ Տիգրանը խոհանոցում հայտնվեց կես ժամ անց, արդեն հագնված, ստուգելով հեռախոսն այն արտահայտությամբ, որը Նարինեն լավ գիտեր։ Միշտ արտաքին աշխարհից հավանություն փնտրող մարդու արտահայտություն, լայքեր, մեկնաբանություններ, որոնք կսնուցեին նրա երբեք չհագեցող էգոն։ Նա հազիվ նայեց կնոջը, վերցնելով Նարինեի պատրաստած սուրճի բաժակը։ Այսօր էլի՞։ Գիշերը դուրս ես գալու, ասաց նա, ոչ թե հարցնելով, այլ փաստ արձանագրելով։ Կարոր հանդիպում ունեմ։ Նարինեն չպատասխանեց։ Գիտեր, որ կարոր հանդիպում նշանակում է ընկերների հետ հանդիպել բարում, նկարներ տեղադրել սոցցանցերում, ստեղծել հաջողակ տղամարդու կերպար, որը չէր համապատասխանում իրականությանը։ Իրականությունն այն էր, որ նա ապրում էր կնոջ հաշվին, որն աշխատում էր որպես գործադիր օգնական երկրի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկում, մինչդեռ ինքը ծածնում էր, թե նախագծեր ունի, որոնք երբեք թղթից այն կողմ չէին անցնում։ Երբ Տիգրանը վերջապես գնաց, իր հետ տանելով միայն իր խնամված տեսքն ու դատարկ խոսքերը, Նարինեն իրեն թույլ տվեց մի պահ լռել։ Նստեց խոհանոցի սեղանի մոտ սուրճի բաժակը բռնեց ձեռքերի մեջ, զգալով ջերմությունը, որը հակադրվում էր ներսի սառնությանը։ Քանի անգամ էր մտածել հեռանալու մասին։ Քանի անգամ էր մտքում փորձել այն խոսքերը, որ պիտի ասեր, այն քաջությունը, որ պիտի հավաքեր։ Բայց վախը միշտ հաղթում էր։ Վախ մենակ մնալուց, վախ ձախողումն ընդունելուց, վախ, որ գուցե սա այն ամենն էր, ինչին ինքն արժանի էր։ Պատուհանի ապակու մեջ իր արտացոլանքը լուռ հարց էր տալիս։ Մինչ երբ Նովաթեկ-ի գրասենյակը գտնվում էր Հյուսիսային պողոտայի ամենաժամանակակից շենքերից մեկում։ Նարինեն, ինչպես միշտ, ճիշտ առավոտյան 8-ին տեղ հասավ գործընկերներին ողջունեց այն պրոֆեսիոնալ ժպիտով, որը կատարելագործել էր այնտեղ աշխատելու 3 տարիների ընթացքում։ Նրա տնօրենը, Հայկ Ավետիսյանը, այն տղամարդկանցից էր, որոնք իշխում են ցանկացած միջավայրում, ուր մտնում են։ 35 տարեկանում գլխավոր տնօրեն, նա տեխնոլոգիական ստարտափը վերածել էր միլիարդներով գնահատվող կայսրության։ Նարինեն անմիջականորեն նրա հետ էր աշխատում, կազմակերպելով նրա անհնարին օրակարգը, կառավարելով ռազմավարական հանդիպումները, կուլիսներում ապահովելով մեխանիզմի անխափան աշխատանքը։ Հայկը պահանջկոտ էր, ուղղամիտ, երբեմն նույնիսկ կոպիտ, երբ ճնշման տակ էր։ Բայց նրա մեջ կար մի բան, որը Նարինեն հարգում էր։ Ի տարբերություն Տիգրանի, Հայկը իրական բան էր ստեղծել։ Նա կեղծ տպավորություններով չէր ապրում, թե արտաքին տեսքը կարող էր այն կորպորատիվ աշխարհում, որտեղ նա ապրում էր։ Այդ առավոտ Նարինեն նկատեց, որ ինչ-որ բան այն չէ։ Օդում լարվածությունը շոշափելի էր։ Ղեկավարները մտնում ու դուրս էին գալիս Հայկի սենյակից փակ դեմքերով, փաստաթղթերն արագաշարժ տեղաշարժվում էին։ Նա լավ գիտեր այդ մթնոլորտը։ Ճգնաժամ։ Ժամը 11-ի սահմաններում ներքին հեռախոսը զանգեց։ Նարինե, պետք է խոսեմ քեզ հետ։ Հիմա։ Հայկի ձայնն այն տոնն ուներ, որը հետաձգումներ չէր հանդուրժում։ Նա վերցրեց իր պլանշետը, մտավ նրա սենյակ, հետից փակելով դուռը։
Հայկը կանգնած էր, մեջքով դեպի իրեն, նայելով համայնապատկերային պատուհանին, որտեղից բացվում էր երանն իր ողջ հսկայությամբ։ Նա անթերի մուգ կապույտ կոստյում էր հագել, բայց Նարինեն տեսնում էր լարվածությունն ու սերին։ «Նստիր», խնդրեց նա, չշրջվելով։ Նարինեն նստեց վիթխարի սեղանի դիմացի աթոռներից մեկին, սպասելով։ Գիտեր, որ երբ Հայկն այսպիսի տրամադրություն ուներ, ավելի լավ էր թողնել, որ նա խոսելուց առաջ կարգի բերի մտքերը։ Վերջապես նա շրջվեց, նայեց կնոջը։ Նրա աչքերում ինչ-որ բան այն չէր։ Դա միայն մասնագիտական անհանգստություն չէր։ Դա ավելի խորն էր, գրեթե խոցելի։ Դու գիտես ընկերության իրավիճակի մասին, սկսեց նա, վերադառնալով սեղանի հետ, բայց մնալով կանգնած։ Ներդրողները նյարդայնացած են։ Բաժնետոմսերը վերջին ամսում 20%-ով ընկել են։ Իսկ գիտես, ինչու։ Նարինեն բացասական շարժեց գլուխը, թե գաղափար ուներ։ Որովհետ ես ամուրի եմ, ասաց Հայկը, նրա ձայնում դառնություն կար։ Որովհետ մամուլը սիրում է նկարել երիտասարդ, գնամոլ, անկայուն գործարարի կերպար։ Որովհետ կորպորատիվ աշխարհում, հատկապես երբ խոսքը ընտանիքների համար նախատեսված տեխնոլոգիաների մասին է, ներդրողները ցանկանում են կայունություն տեսնել։ Ցանկանում են տեսնել ամուսնացած, նվիրված, վստահելի տղամարդու։ Նարինեն լուր լսում էր, սկսելով հասկանալ, թե ուր էր տանում այս խոսակցությունը։ Հայկը ձեռքը տարավ մազերի միջով, հիասթափության հազվադեպ դրսորում։ Ես այս ընկերությունը 0-ից եմ կառուցել։ Տարիներ շարունակ օրական 18 ժամ եմ աշխատել։ Իսկ հիմա ամեն ինչ կարող է փլուզվել, որովհետ բարեգործական միջոցառումներին կողքից ժպտացող կին չունեմ։ Ծանր լռություն տիրեց։ Նարինեն զգում էր, որ սիրտը արագ է բաբախում, բայց պահպանում էր չեզոք, պրոֆեսիոնալ արտահայտությունը։ Ինձ լուծում է պետք, ասաց Հայկը, վերջապես նստելով ուղիղ նայելով նրան։ Եվ պետք է, որ դու օգնես ինձ գտնել այն։ Նարինեն խորը շունչ քաշեց։ Գիտեր, որ սա վճռորոշ պահ է, թե հստակ չգիտեր ինչպես։ Ինչ է պետք ձեզ, պարոն Ավետիսյան։ Հայկն առաջ թեքվեց, արմունկները հենելով սեղանին։ Ինձ պետք է մեկը, ում վստահում եմ։ Մեկը, ով գիտի իմ աշխատանքը, իմ առօրյան, իմ մասնագիտական կյանքը։ Խելացի, զուսպ, ընդունակ մեկը, ով կարող է խաղալ այն դերը, որը պետք է խաղացվի։ Նարինեն զգաց, որ ստամոքսում ինչ-որ բան շրջվեց։ Նա միամիտ չէր։ Հստակ գիտեր, թե ինչ էր նա առաջարկում։ Կին, ասաց նա, բառը ավելի շատ հաստատում հնչեց, քան հարց։ Հարսնացու, ուղեց Հայկը։ Առայժմ։ Նշանադրություն, որը կհանգստացնի ներդրողներին, կփոխի մամուլի պատմությունը, ինձ։ Անհրաժեշտ ժամանակ կտա իրավիճակը կայունացնելու համար։ Իսկ ինչ կշահի այն մարդը, ով կհամաձայնի դրան, հարցրեց Նարինեն, զարմանալով սեփական համարձակությունից։ Հայկը մի պահ ուսումնասիրեց նրան։ Հետո կիսաժպիտ հայտնվեց դեմքին։ Դու միշտ ավելի խելացի ես եղել, քան ցույց ես տալիս, ասաց նա։ Այդ մարդը կստանա 3 անգամ ավելի բարձր աշխատավարձ պայմանագրի ավարտից հետո ընկերությունում ղեկավար պաշտոն ազատություն, այս իրավիճակից դուրս գալու բավարար միջոցներով, կյանքը նորից սկսելու համար, ինչպես ցանկանա։ Նարինեն զգաց, որ շունչը կտրվում է։ Նա դրսից մեկին վարձելու մասին չէր խոսում։ Նա խոսում էր իր հետ։ Իր մասին։ Ինչու ես, հարցրեց նա, թե պատասխանը գիտեր։ Որովհետ դու ինձ ճանաչում ես։ Որովհետ իրավասու ես։ Որովհետ ունես անհրաժեշտ խելքը, սա իրագործելու համար։ Եվ որովհետ Հայկը դադար տվեց, ես նայել եմ քո անձնական գործը, գիտեմ, որ ամուսնացած ես, բայց նա գիտեմ, որ երջանիկ չես։ Ես տեսել եմ քո աչքերը, երբ ամուսնուց զանգերն ես ստանում։ Տեսել եմ, թե ինչպես ես կծկվում։ Նարինեն զգաց, որ այտերը վառվում են։ Չգիտեր, որ այդքան թափանցիկ է։ Դա ձեր գործը չէ, ասաց նա, բայց առանց համոզմունքի։ Ճիշտ ես, համաձայնեց Հայկը։ Բայց դա դիտարկում է։ Եվ նա հնարավորություն։ Երկուսիս համար։ Օրվա մնացած մասն անցավ մշուշի մեջ։ Նարինեն վերադարձավ իր սեղանի մոտ, սիրտը բաբախելով, միտքը խառնաշփոթի մեջ։ Հայկի առաջարկը սիրենի պես հնչում էր ականջներում, միաժամանակ գայթակղիչ վտանգավոր։ Նա այո չէր ասել։ Բայց նա ոչ չէր ասել։ Երբ այդ գիշեր տուն վերադարձավ, Տիգրանը նույնիսկ այնտեղ չէր։ Հեռախոսի հաղորդագրության մեջ ասվում էր, որ ուշ կգա։
Նարինեն նստեց բազմոցին մթության մեջ, թույլ տալով, որ իր կյանքի իրականությունը ծանրանա իր վրա։ Ահա նա պահում է մի տղամարդու, որն իրեն չի գնահատում, ապրում է մի բնակարանում, որը հազիվ թե կարող է տուն անվանել, օրեցօր թաղելով իր երազանքները։ Եվ ահա առաջարկը։ Ելք։ Այլ ճանապարհ։ Ռիսկային, այո։ Բարդ, անշուշտ։ Բայց այլ։ Վերցրեց հեռախոսը, մինչ կհասցներ լավ մտածել, հաղորդագրություն գրեց Հայկին։ Ինձ 24 ժամ է պետք մտածելու համար։ Պատասխանը գրեթե անմիջապես եկավ։ Դու 48 ժամ ունես։ Նարինեն նայեց հեռախոսի էկրանին, իր հյուրասենյակի մթության մեջ լուսավորված հաղորդագրությանը։ Հետո նայեց շուրջը, դատարկ բնակարանին, դատարկ կյանքին, դատարկ ամուսնությանը։ Եվ երկար ժամանակ անց առաջին անգամ կրծքավանդակի մշտական ծանրությունից բացի այլ բան զգաց։ Զգաց հնարավորություն։ Հաջորդ առավոտ Նարինեն արթնացավ մի պարզությամբ, որը տարիներ շարունակ չէր ունեցել։ Լոգանք ընդունեց, հագնվեց, նայեց հայելու մեջ։ Հայելուց իրեն նայող կինը հոգնած էր, այո, բայց նրա աչքերում նոր բան կար։ Վճռականություն։ Նախաճաշի ընթացքում Տիգրանը խոսում էր նոր բիզնես հնարավորության մասին, որը, վստահ էր, վերջապես հաջողության կհասնի։ Նարինեն լսում էր առանց իսկապես լսելու, նրա միտքն արդեն այլ տեղ էր, ծրագրեր կազմելով, ռիսկեր գնահատելով, հնարավորություններ հաշվարկելով։ Երբ գրասենյակ հասավ, ուղիղ գնաց Հայկի սենյակ։ Նա հեռախոսով էր խոսում, բայց ժեստով ցույց տվեց, որ մտնի նստի։ Նարինեն սպասեց, դիտելով նրան, մինչ նա ինչ-որ բան էր բանակցում գծի մյուս կողմում գտնվողի հետ։ Հայկի Տիգրանի մեջ տարբերություն կար, որը ֆինանսական հաջողությունից շատ ավելին էր։ Հայկը բովանդակություն ուներ։ Նա ինչ-որ բան էր կառուցել։ Նա իրական էր։ Հայկն անջատեց հեռախոսը, շրջվեց դեպի նա։ Դե ինչպես։ Համաձայն եմ, ասաց Նարինեն, ձայնը հնչեց ամուր, առանց տատանման։ Բայց պայմաններ ունեմ։ Հայկը հետաքրքրությամբ բարձրացրեց հոնքը։ Լսում եմ։ Առաջինը, շարունակեց Նարինեն, զգալով մի ուժ, որի մասին չգիտեր, որ ունի, ուզում եմ, որ ամեն ինչ փաստաթղթավորվի պայմանագրով։ Մեկնաբանությունների տեղ չպետք է լինի։ Երկրորդ, ինձ անկախ իրավաբան է պետք, ամեն ինչ ստուգելու համար։ Երրորդ, ուզում եմ, որ իմ ներկայիս ամուսնալուծության հարցով զբաղվի ընկերության իրավաբանական թիմը, առանց իմ կողմից որևէ ծախսի։ Հայկը երկար նայեց նրան։ Հետո, ի զարմանս Նարինեի, նա ժպտաց։ Իսկական ժպիտ։ Դու հենց նոր ապացուցեցիր, որ ճիշտ մարդ եմ ընտրել, ասաց նա։ Համաձայն եմ բոլոր պայմաններիդ։ Բայց ես էլ իմն ունեմ։ Նարինեն գլխով արեց, պատրաստ։ Այս համաձայնությունը տում է 6 ամիս, սկսեց Հայկը։ Բավարար ժամանակ ընկերության իրավիճակը կայունացնելու հանրային ընկալումը փոխելու համար։ Այդ ընթացքում դու կլինես իմ պաշտոնական հարսնացուն։ Մենք միասին կապրենք, միասին կհայտնվենք միջոցառումներին, կկառուցենք համոզիչ պատմություն։ Բայց նա առաջ թեքվեց, շեշտելով հաջորդ բառերը, իրական ներգրավվածություն չի լինի։ Ոչ մի զգացմունք։ Ոչ մի բարդություն։ Սա խիստ մասնագիտական է։ Նարինեն թուքը կուլ տվեց։ Իհարկե, մասնագիտական կլիներ։ Էլ ինչ կարող էր լինել։ Համաձայն եմ, ասաց նա։ Հրաշալի է։ Հայկը բացեց դարակը, մի թղթապանակ հանեց։ Ահա պայմանագրի սագիրը։ Տարտուն, հանգիստ կարդա, քո նշումներն արա։ Երկուշաբթի օրվանից պաշտոնապես սկսում ենք։ Նարինեն վերցրեց թղթապանակը, զգալով փաստաթղթի բառացի ծանրությունը ձեռքերում։ Դա իրական էր։ Նա իսկապես անում էր դա։ Եվս մեկ բան, ասաց Հայկը, երբ նա արդեն ոտքի էր կանգնել գնալու։ Շնորհակալ եմ։ Գիտեմ, որ հեշտ չէ այն, ինչ խնդրում եմ։ Բայց կապահովեմ, որ չփոշմանես։ Նարինեն գլխով արեց դուրս եկավ սենյակից։ Մինչ քայլում էր դեպի իր սեղանը, զգում էր գործընկերների հայացքներն իր վրա, ենթադրություններ անելով, հետաքրքրվելով։ Նրանք գաղափար անգամ չունեին, թե ինչ էր պատրաստվում տեղի ունենալ։ Այդ գիշեր Նարինեն Տիգրանին ասաց, որ ամուսնալուծություն է ուզում։ Մանրամասն բացատրություններ չտվեց, չլացեց, չարդարացավ։ Պարզապես ասաց, որ ամեն ինչ վերջացած է, որ նա 1 շաբաթ ունի բնակարանից դուրս գալու համար։
Տիգրանը ցնցվեց, հետո վրդովվեց, հետո աղաչեց։ Բայց Նարինեն ամուր մնաց։ Տարիներ անց առաջին անգամ նա չխոնարհվեց։ Երբ այդ գիշեր դուռը փակվեց նրա հետից անվերջ թվացող վեճից հետո, Նարինեն վերջապես թույլ տվեց իրեն զգալ։ Նստեց հյուրասենյակի հատակին, թույլ տվեց, որ արցունքները հոսեն։ Դրանք ամուսնության ավարտի տխրության արցունքներ չէին։ Դրանք թեթացման արցունքներ էին։ Ազատագրման։ Նա վախի, իրեն սպասվող անհայտությունից։ Բայց երբ վերջացրեց լաց լինելը, Նարինեն վեր կացավ, լվաց դեմքը բացեց պայմանագիրը, որը Հայկը տվել էր։ Կարդաց յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր կետ, յուրաքանչյուր մանրուք։ Եվ կարմիր գրիչով սկսեց անել իր սեփական նշումները, իր սեփական պահանջները, իր սեփական պայմանները։ Եթե մտնելու էր այս խաղի մեջ, ապա դա լինելու էր նա իր պայմաններով։ Երկուշաբթին ավելի արագ եկավ, քան Նարինեն սպասում էր։ Հանգստյան օրերը հույզերի փոթորիկ էին, ամուսնալուծության փաստաթղթեր, լարված խոսակցություններ Տիգրանի հետ, անքուն գիշերներ, վերանայելով յուրաքանչյուր որոշում։ Բայց երբ այդ առավոտ մտավ գրասենյակ, նրա շուրջը նոր էներգիա կար։ Ոմանք արդեն գիտեին։ Բամբասանքները սկսում էին շրջանառվել։ Հայկը նրան վաղ առավոտյան հանդիպման կանչեց։ Սենյակում, բացի իրենցից, ներկա էին 3 իրավաբան ընկերության հաղորդակցության բաժնի տնօրենը։ Դա պաշտոնական էր։ Դա տեղի էր ունենում։ Պայմանագիրը ստորագրվեց։ Պայմանները համաձայնեցվեցին։ Ռազմավարությունները մշակվեցին։ Եվ երբ Նարինեն դուրս եկավ այդ սենյակից, նա այլս պարզապես գործադիր օգնական չէր։ Նա Երանի ամենացանկալի գլխավոր տնօրենի հարսնացուն էր։ Այն կինը, ով աշխարհի աչքում գերել էր այն տղամարդու սիրտը, ում բոլորն էին ուզում ճանաչել։ Բայց ճշմարտությունն այլ էր։ Եվ Նարինեն գիտեր, որ հանրայինստի անձնական ճշմարտության միջ սահմանը պահպանելը կլինի ամենամեծ մարտահրավերը, որին երբե բախվել էր։ Այն, ինչ նա դեռ չգիտեր, այն էր, որ երբեմն ծածնելու զգալու միջ սահմանը շատ ավելի բարակ է, քան մենք պատկերացնում ենք։ Եվ որ մարդկային սիրտը չի ենթարկվում պայմանագրերի, որքան էլ դրանք լավ կազմված լինեն։ Հավանեցիք այս պատմությունը։ Ասացեք ինձ, թե ինչ կարծիքի եք այս պատմության մասին, ինչպես եք կարծում այն կավարտվի։ Առաջին շաբաթները մանրակրկիտ հարմարվողականության վարժություն էին։ Նարինեն տեղափոխվեց Հայկի բնակարան, կենտրոնում գտնվող մի շքեղ պենթհաուս, որտեղից տեսարան էր բացվում դեպի այգին, որի մինիմալիստական դիզայնը գոռում էր փողի լավ ճաշակի մասին։ Յուրաքանչյուր իր տեղն ուներ, յուրաքանչյուր մանրուք մտածված էր։ Դա լիակատար հակադրությունն էր այն քաոսային բնակարանի, որը նա կիսում էր Տիգրանի հետ։ Հայկն առաջին օրվանից հստակ էր։ Դու ունես քո սեփական սենյակը, քո սեփական տարածքը։ Մենք պարզապես պետք է հանրության առաջ պահպանենք տեսքը։ Եվ նրանք այդպես էլ արեցին։ Ցերեկը նրանք կատարյալ զույգ էին։ Հայկը բռնում էր նրա ձեռքը հասարակական հավաքույթներին, ձեռքը դնում նրա մեջքին, նրան ուղեկցելով կորպորատիվ միջոցառումներով, ժպտում նրան այն հայացքով, որը ստիպում էր լուսանկարիչներին անդադար սեղմել կոճակները։ Նարինեն սովորեց պատասխանել նույն կերպ, թեթակի թեքվելով նրա ուղղությամբ, անփույթ, բայց մտերմիկ դիպչելով նրա թին, ճիշտ պահերին ծիծաղելով նրա կատակների վրա։ Բայց գիշերը, երբ դռները փակվում էին, նրանք մենակ էին մնում, յուրաքանչյուրը գնում էր իր սենյակ։ Երկարած զրույցներ չկային, ռոմանտիկ ընթրիքներ չկային։ Ամեն ինչ պրոֆեսիոնալ էր։ Ապահով էր։ Ճիշտ այնպես, ինչպես պայմանավորվել էին։ Կամ գոնե այդպես պետք է լիներ։ Նարինեն սկսեց նկատել մանրուքները։ Այն, թե ինչպես էր Հայկը միշտ հարցնում, արդյոք նա կերել է, երբ ուշ էր գալիս գրասենյակից։ Այն, թե ինչպես էր առավոտյան պատրաստի սուրճ թողնում, ճիշտ այնպես, ինչպես ինքն էր սիրում, քիչ շաքարով տաք կաթով։ Այն ուշադրությունը մանրուքների նկատմամբ, որը նա երբեք ոչ ոքի հետ չէր ցուցաբերում։ Իսկ ինքը։ Նարինեն իրեն բռնացնում էր Հայկին դիտելիս, երբ նա չէր նայում։ Այն, թե ինչպես էր նա կնճռոտում ճակատը հաշվետվություններ կարդալիս, ձախ հոնքի վերի փոքրիկ սպին, որի մասին երբեք չէր բացատրել, այն, թե ինչպես էին նրա աչքերը փափկում, երբ խոսում էր իր կառուցած ընկերության մասին։ Նրա մեջ շերտեր կային, որոնք նա նախկինում չէր նկատել։ Ձիարշավարանում կայանալիք բարեգործական միջոցառմանը 2 շաբաթ էր մնացել։ Դա կարևոր աճուրդ էր, ընկերության գլխավոր ներդրողների երանյան բարձր հասարակության ներկայությամբ։
Մամուլը մեծ ուժերով ներկա էր լինելու։ Դա կատարյալ հնարավորություն էր ամրապնդելու կայուն երջանիկ զույգի կերպարը, որը Հայկը պետք է ցուցադրեր։ «Ձի քշել գիտես», հարցրեց Հայկը մի օր նախաճաշի ժամանակ։ Նարինեն հայացքը բարձրացրեց պլանշետից, որտեղ նորություններ էր կարդում։ «Ձիեր»։ Ոչ։ Երբեք հնարավորություն չեմ ունեցել։ Հայկը մտածկոտ գլխով արեց։ Պետք է, որ դու իրենց շրջապատում հարմարավետ զգաս։ Ի վերջո, դա ձիասպորտի միջոցառում է։ Այս շաբաթ քեզ համար մի քանի դաս կկազմակերպեմ։ Եվ այսպես Նարինեն 3 օր անց հայտնվեց Երանի մերձակայքում գտնվող մի ձիարշավարանում, հագնելով չափազանց թանկ ձիավարության կոշիկներ, փորձելով չցուցադրել այն նյարդայնությունը, որը զգում էր առաջին անգամ ձիուն մոտենալիս։ Հրահանգիչը համբերատար էր, բայց ձիերը տպավորիչ էին։ Նարինեն զգաց, որ սիրտը բաբախում է, երբ կենդանին կտրուկ շարժվեց, վախենալով մի բանից, որը նա չէր տեսել։ Նա մի քայլ հետ գնաց, խորը շունչ քաշելով։ Հանգիստ, ասաց մի ձայն նրա հետից։ Հայկը եկել էր առանց նրա նկատելու։ Նրանք զգում են վախը։ Պետք է վստահությամբ մոտենաս։ Նա շարժվեց նրա կողքին, հանգստացնող կերպով ձեռքը դնելով նրա մեջքին։ Նարինեն զգաց նրա ափի ջերմությունը բարակ բամբակե բլուզի միջով։ Այսպես, ասաց Հայկը, նրբորեն նրան ուղղորդելով դեպի ձին։ Թող նա զգա քո ներկայությունը։ Խորը շունչ քաշիր։ Նարինեն արեց այն, ինչ նա ասաց, ի զարմանս իրեն, ձին հանգստացավ։ Նա մեկնեց ձեռքը դիպավ փափուկ դնչին, զգալով կենդանու տաք շունչը։ Տեսա՞ր, մրմնջաց Հայկը, դեռ նրա կողքին, դեռ ձեռքը նրա մեջքին։ Դու կարող ես։ Նարինեն շրջեց գլուխը, հանկարծ հասկացավ, թե որքան մոտ են նրանք։ Կարող էր տեսնել ոսկեգույն թելիկները նրա շագանակագույն աչքերում, կարող էր զգալ նրա օգտագործած օծանելիքի զուսպ բույրը։ Մի պահ նրանցից ոչ մեկը չշարժվեց։ Հետո Հայկը հետ քաշվեց, կոտրելով կախարդանքը։ Շարունակիր պարապել, ասաց նա, ձայնը վերադարձավ պրոֆեսիոնալ տոնին։ Պետք է վերադառնամ գրասենյակ։ Եվ այդպես նա գնաց, թողնելով Նարինեին արագացած սրտխփոցով մտքում տիրող խառնաշփոթով։ Դա ընդամենը պայմանագիր էր։ Ընդամենը խաղ։ Բայց ինչու էր այն գնալով ավելի իրական թվում։ Բարեգործական միջոցառման օրը եկավ մոխրագույն երկնքով, որը անձր էր խոստանում։ Նարինեն հագել էր փղոսկրի գույնի տաբատի բլեյզերի էլեգանտ համադրություն, մազերը հավաքված էին նրբագեղ կոկոնի մեջ։ Երբ իջավ հյուրասենյակ, Հայկը սպասում էր, անթերի բաց մոխրագույն կոստյումով։ Նա նայեց նրան, մի պահ ինչ-որ բան անցավ նրա աչքերով։ Հիացմունք։ Ցանկություն։ Նարինեն չկարողացավ ասել։ Դու հիասքանչ տեսք ունես, ասաց նա, նրա ձայնում անկեղծություն կար։ Շնորհակալ եմ, պատասխանեց Նարինեն, զգալով, որ այտերը կարմրում են։ Ձիարշավարանը վերափոխվել էր։ Սպիտակ վրաններ, ամենուր ծաղիկներ, շամպայնով շրջող մատուցողներ։ Երանի էլիտան ամբողջությամբ այնտեղ էր, խմբերով զրուցելով, ծիծաղելով, բարեգործության քողի տակ գործնական կապեր հաստատելով։ Նարինեն ճանաչեց մի քանի դեմքեր լրատվամիջոցներից կորպորատիվ աշխարհից։ Հայկը բռնեց նրա ձեռքը, ուղեկցեց նրան միջոցառման ընթացքում։ Նրանք ողջունեցին ներդրողներին, զրուցեցին լրագրողների հետ, լուսանկարվեցին։ Նարինեն կատարյալ կերպով կատարեց իր դերը, ժպտալով, հմայիչ լինելով, բայց ոչ չափազանց, զրույցների նկատմամբ անկեղծ հետաքրքրություն ցուցաբերելով։ Նա հմտացել էր դրանում։ Կեսօրին հայտնվեց Տիգրանը։ Նարինեն նրան տեսավ, մինչ նա կտեսներ իրեն։ Նա մարգագետնի մյուս կողմում էր, զրուցելով մի խումբ մարդկանց հետ, որոնց Նարինեն չճանաչեց։ Ինչ էր նա անում այնտեղ։ Ինչպես էր հրավեր ստացել։ Երբ նրանց հայացքները հանդիպեցին, Նարինեն զգաց, որ ստամոքսը շրջվում է։ Տիգրանը ժպտաց, բայց դա ընկերական ժպիտ չէր։ Դա ինչ-որ բան ծրագրող մարդու ժպիտ էր։ Նա սկսեց քայլել նրանց ուղղությամբ։ Քո նախկին ամուսինը, մրմնջաց Հայկը նրա կողքին, ով նկատել էր նրա կեցվածքի փոփոխությունը։ Այո, հաստատեց Նարինեն, ձայնը լարված։ Ինձ վրա թող, ասաց Հայկը, նրա տոնի մեջ մի վճռականություն կար, որը նրան ստիպեց թեթակի հանգստանալ։ Տիգրանը կանգնեց նրանց դիմաց, ժպիտը դեռ դեմքին։ Նարինե, ինչ անակնկալ է քեզ այստեղ հանդիպելը։ Իսկ սա պետք է որ քո նոր ընկերը լինի։
Նշանածը ուղեց Հայկը պաշտպանողական կերպով ձեռքը գցելով Նարինեի գոտկատեղին։ Հայկ Ավետիսյան։ Իսկ դուք ո՞վ եք։ Տիգրանը թարթեց աչքերը, ակնհայտորեն չսպասելով, որ իրեն աննշան կվերաբերվեն։ Տիգրան Մելիքյան։ Նարինեի ամուսինը։ Ավելի ճիշտ, նախկին ամուսինը։ Օդում լարվածությունը շոշափելի էր։ Շրջապատի մի քանի մարդ սկսեց ուշադրություն դարձնել փոխազդեցությանը։ Հաճելի է ծանոթանալ, ասաց Հայկը, ձայնը քաղաքավարի, բայց սառը։ Նարինեն պատմել է ձեր մասին։ Տիգրանը կկոցեց աչքերը։ Վստահ եմ, որ պատմել է։ Պատկերացնում եմ, թե ինչ պատմություն է պատմել։ Ճշմարտությունը, ասաց Նարինեն, գտնելով սեփական ձայնը։ Ճշմարտությունն եմ պատմել, Տիգրան։ Ծանր լռության պահ եղավ։ Հետո Տիգրանը ծիծաղեց, բայց դա դառը ծիծաղ էր։ Իհարկե։ Ճշմարտությունը, ըստ Նարինեի։ Դե, հուսով եմ գիտես, թե ինչի մեջ ես ընկնում, Հայկ։ Նա լավ է ձացնում։ Եվ դրանով Տիգրանը հեռացավ, իր հետից թողնելով անհարմարության հետք։ Նարինեն զգում էր, որ ոտքերը դողում են։ Հայկը նրբորեն սեղմեց նրա գոտկատեղը։ Արի մի պտույտ անենք, առաջարկեց նա նրան ուղեկցեց ամբոխից հեռու, դեպի ավելի հեռու գտնվող ախոռները։ Երբ մենակ մնացին, Նարինեն վերջապես ցած դրեց դիմակը։ Ձեռքը տարավ դեմքին, դժվարությամբ շնչելով. Ներողություն։ Ես չգիտեի, որ նա կգա։ Չգիտեմ, թե ինչպես է հրավեր ստացել։ Նարինե, Հայկը բռնեց նրա ուսերից, ստիպելով նայել իրեն։ Շնչիր։ Ամեն ինչ կարգին է։ Բայց ամեն ինչ կարգին չէր։ Նարինեն զգում էր, որ տարիների նվաստացումն ու վիրավորանքը բարձրանում են կոկորդով։ Արցունքներ սկսեցին հավաքվել աչքերում։ Նա միշտ այդպես է անում, ասաց նա, ձայնը կոտրված։ Միշտ ինձ ստիպում է փոքր զգալ։ Միշտ կարողանում է ինձ ստիպել կասկածել ինքս ինձ։ Ուրեմն դադարիր թույլ տալ, ասաց Հայկը, նրա աչքերում մի այնպիսի լարվածություն կար, որը Նարինեն երբեք չէր տեսել։ Դու այն կինը չես, որին նա փորձում է համոզել, որ դու ես։ Դու ուժեղ ես, խելացի, ընդունակ։ Ես դա տեսել եմ։ Բոլորը դա տեսնում են։ Բացի քեզնից։ Նարինեն նայեց նրան, արցունքներն այժմ ազատորեն հոսում էին։ Եվ հետո առանց մտածելու, առանց պլանավորելու, նա առաջ թեքվեց ճակատը հենեց նրա կրծքին։ Հայկը միայն մի վայրկյան տատանվեց, նախքան նրան իր գրկում առնելը։ Նրանք այդպես մնացին գրկախառնված ախոռների մեջտեղում, խոտի բույրով տոնակատարության հեռավոր ձայնով։ Եվ Նարինեն հասկացավ, որ այս գրկախառնությունը տարբեր էր։ Դա բեմադրություն չէր։ Դա տեսախցիկների համար չէր։ Դա իրական էր։ Երբ վերջապես հեռացան, նրանց հայացքները հանդիպեցին, այնտեղ նոր բան կար։ Լուր փոխըմբռնում։ Մի կապ, որը գերազանցում էր իրենց ստորագրած պայմանագիրը։ Անձրը սկսեց թափվել ճիշտ այն պահին, երբ աճուրդն ավարտվում էր։ Սկզբում դրանք ընդամենը կաթիլներ էին, հետո իսկական փոթորիկ, հորդառատ արագ, ինչպես հաճախ լինում է երանյան ամռանը։ Հյուրերը վազեցին դեպի վրաններն ու մեքենաները, ծիծաղելով բողոքելով, պայուսակներն ու բաճկոնները գլխներին պահած։ Պետք է մնանք, ասաց Հայկը Նարինեին, մինչ նրանք վազում էին դեպի տարածքի հետնամասում գտնվող տնակներից մեկը։ Այս անձրի տակ չեմ կարող վարել, ճանապարհը ջրով է լցվում։ Տնակը փոքր էր, բայց հարմարավետ, բուխարիով, կաշվե բազմոցներով գեղչուկ ոճի դեկորով։ Հայկը վառեց կրակը, մինչ Նարինեն չորանում էր լոգարանում գտած սրբիչով։ Նրանց հագուստները թրջվել էին, անհարմար կերպով կպչելով մարմնին։ Այստեղ հագուստ պետք է լինի, ասաց Հայկը, բացելով պահարանը։ Ձիարշավարանի տերը թողնում է հյուրերի համար։ Նա գտավ մի մեծ ֆլանելե վերնաշապիկ սպորտային տաբատ տվեց Նարինեին։ Փոխվիր։ Ես էլ նույնը կանեմ։ Երբ երկուսն էլ չոր էին հարմարավետ հագուստով, նստեցին բազմոցին, բուխարու դիմաց։ Դրսում փոթորիկը շարունակվում էր, կայծակները դրամատիկ կերպով լուսավորում էին երկինքը։ Տնակի ներսում, սակայն, տաք էր հարմարավետ։ Շնորհակալ եմ, ասաց Նարինեն որոշ ժամանակ անց։ Ավելի վաղվա համար։ Տիգրանի հետ կապված։ Հայկը նայեց նրան։ Շնորհակալություն հայտնելու կարիք չկա։ Նա իրավունք չուներ քեզ հետ այդպես խոսելու։ Նարինեն տխուր ժպտաց։
Նա միշտ այդպես է խոսել։ Ես եմ միշտ թույլ տվել։ Հարմարավետ լռություն տիրեց։ Կրակը ճտճտում էր, անձրը թմբկահարում էր տանիքին։ Տարօրինակ էր, թե որքան մտերմիկ էր թվում այդ պահը, ի տարբերություն բեմադրված պահերից որևէ մեկի։ Ինչու երբեք չես ամուսնացել, հանկարծ հարցրեց Նարինեն։ Այս ամենից առաջ, նկատի ունեմ։ Հայկը մտածեց հարցի շուրջ։ Երբեք ժամանակ չեմ ունեցել։ Կամ գուցե երբեք իսկապես չեմ ցանկացել։ Ընկերությունը կառուցելը միշտ իմ առաջնահերթությունն է եղել։ Հարաբերությունները թվում էին ավելորդ բարդություններ։ Իսկ հիմա։ Հիմա բացահայտում եմ, որ գուցե սխալվում էի, ասաց Հայկը, նրա ձայնում ինչ-որ բան կար, որը ստիպեց Նարինեի սրտին արագանալ։ Նա նայեց նրան, իսկապես նայեց։ Տեսավ գլխավոր տնօրենից, հզոր տղամարդուց, ճակատային տեսքից այն կողմ։ Տեսավ մեկին, ով ինչպես ինքը փորձում էր գտնել իր ճանապարհը մի աշխարհում, որը պահանջում էր, որ ծածնեն լինել մեկը, ով իրենք չեն։ Հայկ, սկսեց նա, բայց չգիտեր, թե ինչպես ավարտի նախադասությունը։ Նա մոտեցավ, կրճատելով նրանց միջ տարածությունը բազմոցի վրա։ Նարինեն կարող էր զգալ նրանից բխող ջերմությունը, կարող էր տեսնել նրա աչքերի շուրջ փոքրիկ կնճիռները, երբ նա թեթակի ժպտաց։ Մենք ասացինք, որ դա միայն պրոֆեսիոնալ կլինի, մրմնջաց Հայկը։ Ասացինք, համաձայնեց Նարինեն, ձայնը հազիվ շշուկից բարձր։ Բայց, շարունակեց նա, ավելի մոտենալով, ես երբեք այնքան էլ լավ չեմ եղել սեփական կանոններին հետելու հարցում։ Եվ հետո նա համբուրեց նրան։ Սկզբում դա նուրբ էր, գրեթե տատանվող, նրան հնարավորություն տալով հետ քաշվելու։ Բայց Նարինեն հետ չքաշվեց։ Փոխարենը, նա առաջ թեքվեց, խորացնելով համբույրը, թույլ տալով, որ տարիների մենակությունն ու մերժումը լուծվեն այդ պահի մեջ։ Համբույրը սաստկացավ, ձեռքերը ուսումնասիրում էին, մարմինները մոտենում։ Բուխարին ճտճտում էր, փոթորիկը մռնչում էր դրսում, այնտեղ, այդ մեկուսացված տնակում, Նարինեն Հայկը հատեցին այն սահմանը, որը խոստացել էին չհատել։ Երբ հաջորդ առավոտ արթնացավ, արի առաջին ճառագայթները վարագույրների միջով թափանցելիս Հայկի մարմինը կողքին, Նարինեն հասկացավ, որ ամեն ինչ փոխվել է։ Անհնար էր ծածնել, թե դա տեղի չի ունեցել։ Անհնար էր վերադառնալ սառը պրոֆեսիոնալ համաձայնությանը։ Հայկն արթնացավ մի քանի րոպե անց։ Նրանց հայացքները հանդիպեցին, մի պահ նրանցից ոչ մեկը ոչինչ չասաց։ Հետո նա մեկնեց ձեռքը նրա դեմքից հեռացրեց մազերի մի փունջ, մի այնպիսի մտերմիկ բնական ժեստ, որը ստիպեց Նարինեի կուրծքը ցավել։ Չեմ զղջում, ասաց նա, ձայնը լի էր հուզմունքով։ Ես էլ, պատասխանեց Նարինեն։ Դա ճշմարտություն էր։ Բայց մինչ մի քանի ժամ անց վերադառնում էին երան, իրականությունը սկսեց իրեն զգացնել տալ։ Ինչ էին նրանք արել։ Ինչպես դա կփոխեր ամեն ինչ։ Եվ ամենակարևորը, ինչ կլիներ, երբ պայմանագիրն ավարտվեր, նրանք այլս պարտավոր չլինեին միասին մնալ։ Նարինեն նայում էր մեքենայի պատուհանից, տեսնելով մոտեցող քաղաքը, զգում էր սեղմում կրծքում։ Նա իրեն խոստացել էր, որ չի ներգրավվի, որ կպահպանի իր սիրտը, որ կլինի ուժեղ խելացի։ Բայց զգացմունքներն այդպես չեն աշխատում։ Եվ մինչ Հայկը վարում էր, մի ձեռքը ղեկին, մյուսը նրա ձեռքը բռնած, Նարինեն հասկացավ, որ արել է ճիշտ այն, ինչ խոստացել էր չանել։ Նա սիրահարվել էր։ Եվ ամենավատն այն էր, որ չգիտեր, արդյոք Հայկը նույնը զգում էր։ Հաջորդող շաբաթները Նարինեի կյանքի ամենաշփոթեցնողն էին։ Ցերեկը նրանք պահպանում էին պրոֆեսիոնալ առօրյան, միասին հայտնվելով միջոցառումներին, ժպտալով տեսախցիկներին, ներկայացնելով կատարյալ զույգին, որին բոլորն էին ուզում տեսնել։ Բայց գիշերը, երբ դռները փակվում էին, ամեն ինչ այլ էր։ Հայկը նրան համբուրում էր այնպես, կարծես ուզում էր անգիր անել նրա շուրթերի յուրաքանչյուր սանտիմետրը։ Նրանք մինչ ուշ գիշեր խոսում էին երազանքների ու վախերի, իրենց զավորած անցյալի, իրենց սպասվող անորոշ ապագայի մասին։ Նա պատմում էր հոր մասին, ով երբեք չէր հավատացել, որ ինքը կարող է մեծ բան կառուցել, ընկերության առաջին տարիների անքուն գիշերների մասին։ Նա խոսում էր այն աղջկա մասին, որ եղել էր, լի երազանքներով, այն կնոջ մասին, որ դարձել էր, թաղված ուրիշների ակնկալիքների տակ։ Դա մտերմիկ էր։ Իրական էր։ Եվ սարսափելի էր։ Բայց ոչ մի պահ նրանք չխոսեցին այն մասին, թե ինչ էր նշանակում այդ ամենը։ Պայմանագիրը դեռ այնտեղ էր, լուր ստվեր գցելով իրական ապագայի ցանկացած հնարավորության վրա։ 3 ամսից ամեն ինչ կավարտվեր։
Նարինեն կունենար իր գումարը, իր նոր պաշտոնը ընկերությունում, իր ազատությունը։ Իսկ Հայկը կունենար իր վերականգնված իմիջը, իր հանգիստ ներդրողներին, իր ապահով կայսրությունը։ Ապա ինչու էր նա արթնանում գիշերվա կեսին սիրտը սեղմված, նայելով կողքի տղամարդուն պատկերացնելով, թե ինչպիսին կլիներ նրան թողնել գնալը։ Մի սովորական առավոտ Նարինեն հասկացավ, որ ինչ-որ բան այն չէ։ Նա արթնացավ տարօրինակ սրտխառնոցով, որը նման չէր նախկինում զգացած որևէ բանի։ Վազեց լոգարան փսխեց, բռնվելով լվացարանից, մարմինը դողում էր։ Հայկը թակեց դուռը։ Նարինե, լավ ես։ Լավ եմ, պատասխանեց նա, ձայնը թույլ։ Երի կերածս վատ է անդրադարձել։ Բայց դա կերածից չէր։ Եվ երբ 3 օր անց սրտխառնոցը շարունակվեց, Նարինեն սկսեց կասկածել։ Տուն գնալու ճանապարհին դեղատնից թեստ գնեց, թաքցրած անթափանց տոպրակի մեջ, սիրտը բաբախում էր այնքան ուժեղ, որ ցավում էր։ Դատարկ բնակարանի լոգարանում, դողացող ձեռքերով, նա արեց թեստը։ Եվ երբ երկու գծերը հայտնվեցին, հստակ անհերքելի, Նարինեի աշխարհը փլուզվեց։ Հըյղի։ Նա հղի էր Հայկից։ Նարինեն նստեց լոգարանի սառը հատակին, դեռ բռնած թեստը, արցունքները սկսեցին հոսել։ Ինչպես էր դա պատահել։ Նրանք զգույշ էին եղել, կամ կարծում էին, որ եղել են։ Բայց, ըստ երույթին, մեկ անգամը բավական էր եղել։ Խուճապը սկսվեց։ Ինչ պետք է աներ։ Ինչպես պետք է ասեր Հայկին։ Եվ ամենավատը, ինչ կմտածեին մարդիկ։ Նա կարող էր պատկերացնել մեկնաբանությունները, բամբասանքները։ Երիտասարդ օգնական, որը հղիանում է միլիոնատեր տնօրենից, նրա հարսնացուն դառնալուց անմիջապես հետո։ Բոլորը կմտածեին, որ դա խաբեություն է, որ նա ամեն ինչ պլանավորել է, որ շահամոլ է։ Նարինեն գիշերվա մնացած մասն անցկացրեց մենակ, մտածելով։ Հայկը հաղորդագրություն էր ուղարկել, ասելով, որ գիշերելու է գրասենյակում, միջազգային հաճախորդի հետ ճգնաժամ ունի։ Նա լուր շնորհակալություն հայտնեց մենակության, մտածելու ժամանակի համար։ Բայց որքան շատ էր մտածում, այնքան ավելի էր ամրապնդվում մի որոշում նրա մտքում։ Նա չէր կարող ասել։ Չէր կարող Հայկին դնել մի իրավիճակում, որտեղ նա իրեն պարտավորված զգար մնալ իր հետ երեխայի պատճառով։ Չէր կարող ապրել իր կյանքի մնացած մասը, մտածելով արդյոք նա իրեն էր ուզում, թե պարզապես պարտականություն էր կատարում։ Եվ ոչ, հաստատ ոչ, նա զենք չէր տալու մամուլին, իր պատմությունը սկանդալի վերածելու համար։ Որոշումը կայացված էր։ Նարինեն կավարտեր պայմանագիրը, ինչպես պայմանավորվել էին։ Բայց ընկերությունում ղեկավար պաշտոն ընդունելու փոխարեն, նա հրաժարական կտար։ Կգնար հեռու, գուցե այլ քաղաք, նորից կսկսեր։ Իր երեխային միայնակ կմեծացներ, ինչպես կարողանար, առանց որևէ մեկից կախված լինելու։ Դա միակ ելքն էր, որ տեսնում էր։ Միակ ձը, պաշտպանելու իր արժանապատվությունը չբանտարկելու Հայկին մի բանի մեջ, որը նա չէր ընտրել։ Հաջորդ օրերին Նարինեն սկսեց իրականացնել իր ծրագիրը։ Զգուշորեն սկսեց բնակարաններ փնտրել այլ քաղաքներում։ Դիլիջան, Ծաղկաձոր, նույնիսկ Գյումրին դիտարկեց։ Վայրեր, որտեղ կարող էր նորից սկսել, առանց ճանաչվելու։ Սկսեց գումար խնայել, փաստաթղթեր կազմակերպել, լուր պատրաստվել մեկ նմանը։ Հայկը նկատեց, որ ինչ-որ բան այն չէ։ Նա ավելի հեռու էր, ավելի լուռ։ Երբ նա փորձում էր խոսել, նա շեղում էր թեման։ Երբ նա փորձում էր դիպչել նրան, նա պատրվակներ էր գտնում։ Նարինե, ինչ-որ բան է պատահել, հարցրեց նա մի գիշեր, նստելով նրա կողքին բազմոցին։ Ոչ, ստեց նա, հայացքը հառած նոթբուքին։ Ուղղակի հոգնած եմ։ Հայկը չհավատաց, բայց չպնդեց։ Եվ Նարինեն ատեց իրեն դրա համար ստելու, հեռանալու, այնքան գեղեցիկ բանը գաղտնիքներով լի մի բանի վերածելու համար։ Երբ պայմանագրի ավարտին 2 շաբաթ էր մնացել, Նարինեն որոշեց, որ ժամանակն է։ Հանդիպում նշանակեց Հայկի հետ գրասենյակում, պաշտոնական, պրոֆեսիոնալ։ Եկավ արդեն գրված հրաժարականի դիմումով։ Հայկը նրան դիմավորեց ժպիտով, որն արագ անհետացավ, երբ տեսավ նրա դեմքի արտահայտությունը։ Ինչ է պատահել։ Նարինեն դիմումը դրեց նրա սեղանին։ Ես հրաժարական եմ տալիս։ Եվ դադարեցնում եմ պայմանագիրը։ Հայկը վերցրեց դիմումը, արագ կարդաց հետ շպրտեց սեղանին։ Դեռ 2 շաբաթ կա։ Գիտեմ։ Բայց կարծում եմ, ավելի լավ է հիմա ավարտենք։ Ինչու՞, Հայկի ձայնը լարված էր, զուսպ։
Որովհետև պետք է առաջ շարժվեմ։ Սա երբեք մշտական չի եղել։ Մենք միշտ դա իմացել ենք։ Հայկը վեր կացավ, շրջանցելով սեղանը, մինչ կանգնեց նրա դիմաց։ Նարինե, իրականում ինչ է կատարվում։ Դու շաբաթներ շարունակ փոխված ես։ Ինձնից հեռանում ես։ Եթե ինչ-որ բան այն չէ, ասա ինձ։ Նարինեն զգաց, որ արցունքները սպառնում են, բայց զսպեց դրանք։ Հիմա չէր կարող թուլանալ։ Ոչ մի բան այն չէ։ Պարզապես անում եմ այն, ինչ պայմանավորվել ենք։ Ժամանակն է, որ յուրաքանչյուրս մեր ճանապարհով գնանք։ Իսկ եթե ես չուզեմ, հարցրեց Հայկը, նրա ձայնում մի խոցելիություն կար, որը Նարինեն երբեք չէր լսել։ Մենք այդպես չենք պայմանավորվել, ասաց նա, ձայնի մեջ ամրություն պարտադրելով։ Դա պայմանագիր էր։ Գործարք։ Եվ հիմա այն ավարտվում է։ Դա միայն գործարք էր, հարցրեց Հայկը, մոտենալով։ Այն, ինչ տեղի ունեցավ տնակում, գործարք էր։ Այդ օրվանից ի վեր բոլոր գիշերները գործարք էին։ Նարինեն հետ քաշվեց, ֆիզիկական տարածություն ստեղծելով նրանց միջ։ Դա բարդություն էր։ Մի բան, որը չպետք է տեղի ունենար։ Բայց դա չի փոխում սկզբնական համաձայնությունը։ Հայկը երկար նայեց նրան, Նարինեն տեսավ, թե ինչպես է վիրավորանքը խառնվում շփոթության հետ նրա աչքերում։ Դու փախչում ես, ասաց նա, հանգիստ։ Ես իրատես եմ։ Ոչ, պնդեց Հայկը։ Դու վախենում ես։ Այնպես, ինչպես վախենում էիր քո ամուսնության մեջ։ Բայց ես նա չեմ, Նարինե։ Ես քեզ չեմ բանտարկի։ Քեզ չեմ նվաստացնի։ Ես գիտեմ, որ դու նա չես, Նարինեն զգաց, որ մի արցունք պոկվեց։ Ճիշտ դրա համար էլ պետք է գնամ։ Եվ մինչ նա կհասցներ պատասխանել, մինչ ինքը կհասցներ մտափոխվել, Նարինեն դուրս եկավ գրասենյակից։ Անցավ իր սեղանի կողքով, վերցրեց պայուսակը, լքեց շենքը։ Յուրաքանչյուր քայլը ցավում էր, բայց նա շարունակում էր քայլել։ Նարինեն Դիլիջանում փոքրիկ բնակարան գտավ, կահավորված, աննկատ։ Լուր տեղափոխվեց, իր հետ տանելով միայն ամենաանհրաժեշտը։ Արգելափակեց Հայկի համարը, անտեսեց գործընկերների զանգերը, կտրեց բոլոր կամուրջները։ 2 շաբաթ նա ապրեց մի տեսակ անորոշության մեջ։ Նախածննդյան հսկողության անցավ մի պարզ կլինիկայում, որտեղ ոչ ոք իրեն չէր ճանաչում։ Սկսեց աշխատանք փնտրել, մի համեստ բան, որ կարողանար անել մինչ երեխայի ծնվելը։ Փորձում էր չմտածել Հայկի, իր թողած բնակարանի, այն կյանքի մասին, որը կարող էր ունենալ։ Բայց դա անօգուտ էր։ Նա անընդհատ նրա մտքերում էր։ Եվ գիշերը մենակ անկողնում, ձեռքերը դրած փորին, որը սկսում էր նրբորեն կլորանալ, Նարինեն լաց էր լինում։ Լաց էր լինում իր կատարած ընտրության, իր ընտրած մենակության, իր թողած սիրո համար։ Մի անձրոտ կեսօր, իր մեկնումից 2 շաբաթ անց, դռան զանգը տվեցին։ Նարինեն թե էր պատրաստում, հագած հարմարավետ սպորտային տաբատ լայն շապիկ։ Հյուրեր չէր սպասում։ Ոչ ոք չգիտեր, թե որտեղ է նա։ Կամ այդպես էր նա կարծում։ Երբ բացեց դուռը, Հայկն այնտեղ էր։ Թրջված անձրից, վերնաշապիկը կպած մարմնին, մազերը կաթում էին։ Բայց ամենաշատը Նարինեին տպավորեց նրա դեմքի արտահայտությունը։ Զայրույթ, վիրավորանք, էլի ինչ-որ բան։ Վճռականություն։ Ինչպես ինձ գտար, հարցրեց նա, ձայնը թույլ հնչելով։ Դու իսկապես կարծում ես, որ ես թույլ կտայի, որ դու այդպես անհետանայիր, պատասխանեց Հայկը, առանց հրավերի մտնելով բնակարան։ Ես ռեսուրսներ ունեմ, Նարինե։ Եվ երբ հասկացա, որ դու քո կամքով չես վերադառնալու, օգտագործեցի դրանք բոլորը։ Նարինեն փակեց դուռը, սիրտը բաբախում էր։ Դու իրավունք չունեիր։ Իրավունք չունեի, Հայկը շրջվեց դեպի նա, նրա աչքերում կրակ կար։ Դու անհետանում ես առանց բացատրության, արգելափակում ես ինձ, անհետանում ես քարտեզից, ես իրավունք չունեմ քեզ փնտրելու։ Դա իմ ընտրությունն էր։ Ստերի վրա հիմնված ընտրություն, հակադարձեց Հայկը։ Ես գիտեմ, Նարինե։ Գիտեմ, որ դու հղի ես։ Նարինեն զգաց, որ գետինը փախչում է ոտքերի տակից։ Ինչպես։ Ինչպես էր նա իմացել։ Ընկերության հաղորդակցության թիմը հասանելիություն ունի տվյալների, որոնց մասին դու անգամ չես պատկերացնում, ասաց Հայկը, նրա ձայնում դառնություն կար։ Երբ դու սկսեցիր փնտրել նախածննդյան կլինիկաներ, բնակարաններ, երբ քո բոլոր որոնումները փոխվեցին, նրանք ինձ զգուշացրին։
Եվ ես խնդրեցի, որ ավելի խորը հետաքննեն։ Դա ներխուժում էր։ Այո։ Զղջում եմ։ Ոչ։ Նարինեն զգաց, որ արցունքները սկսում են հոսել։ Դու չես հասկանում։ Ես չէի կարող ասել։ Մարդիկ կմտածեին, որ դա դիտավորյալ էր, որ ես քեզ թակարդն եմ գցել, որ շահամոլ եմ։ Իսկ դու կարծում ես, որ ինձ հետաքրքրում է, թե ինչ են մտածում մարդիկ, հարցրեց Հայկը, մի քայլ անելով նրա ուղղությամբ։ Դու կարծում ես, որ ես կայսրություն եմ կառուցել, անհանգստանալով բամբասանքների համար։ Դա միայն դա չէ, Նարինեն զայրացած սրբեց արցունքները։ Ես չեմ ուզում, որ դու ինձ հետ մնաս պարտականությունից ելնելով։ Չեմ ուզում, որ նայես մեր երեխային թակարդ տեսնես։ Չեմ ուզում կյանքս անցկացնել, մտածելով, արդյոք դու այստեղ կլինեիր, եթե չլիներ երեխան։ Հայկը մի պահ լռեց։ Հետո, զարմանալի կերպով, նա սկսեց ծիծաղել։ Դա ուրախ ծիծաղ չէր, դա հիասթափություն էր, անհավատություն։ Դու անհնարին ես, ասաց նա, ձեռքը տանելով թաց մազերի միջով։ Նարինե, ես սիրահարված էի քեզ մինչ երեխայի մասին իմանալը։ Նույնիսկ տնակից առաջ։ Այն օրվանից, երբ դու մտար իմ սենյակ այդ պայմանների ցուցակով, ինձ նայելով այնպես, կարծես ես ընդամենը հերթական հաղթահարվելիք խոչընդոտն եմ։ Նարինեն նայեց նրան, անկարող հավատալու լսածին։ Ես ամիսներ շարունակ փորձում էի հեռավորություն պահել, շարունակեց Հայկը, ավելի մոտենալով։ Փորձում էի ինքս ինձ հիշեցնել, որ դա ընդամենը պայմանագիր է։ Բայց ամեն անցնող օրվա հետ ես ավելի էի սիրահարվում։ Քո խելքին, քո ուժին, այն ձին, որով դու ոչնչի ոչ ոքի առաջ չէիր խոնարհվում։ Եվ երբ վերջապես հատեցինք այդ սահմանը տնակում, դա ամենաիրական բանն էր, որ երբես զգացել եմ կյանքում։ Բայց պայմանագիրը, գրողի ծոցը այդ պայմանագիրը, ասաց Հայկը, այժմ արդեն նրա դիմաց։ Ես քեզ եմ ուզում, Նարինե։ Ոչ թե որովհետ հղի ես։ Ոչ թե պարտականությունից ելնելով։ Ոչ թե իմիջի համար։ Ես քեզ եմ ուզում, որովհետ սիրում եմ քեզ։ Եվ այնտեղ, այդ փոքրիկ ու պարզ բնակարանում, անձրը թակում էր պատուհանները, իսկ սիրտը անկանոն բաբախում էր, Նարինեն վերջապես ցած դրեց իր պաշտպանական պատերը։ Ես էլ եմ քեզ սիրում, շշնջաց նա։ Այնքան եմ վախենում, բայց սիրում եմ քեզ։ Հայկը նրան քաշեց իր գիրկը, բռնելով այնպես, կարծես վախենում էր, որ նա նորից կանհետանա։ Ուրեմն դադարիր փախչել, մրմնջաց նա նրա մազերի մեջ։ Թող մնամ։ Թող սիրեմ քեզ մեր երեխային։ Թող ցույց տամ, որ սա իրական է։ Նարինեն կառչեց նրանից, լաց լինելով, իր կառուցած բոլոր պատերը փլուզվում էին։ Եվ երբ վերջապես հեռացան, Հայկը ձեռքը դրեց նրա փորին, որը դեռ հարթ էր, բայց արդեն նոր կյանք էր կրում։ Որքան ժամանակ է։ Գրեթե 3 ամիս։ Հայկը ժպտաց, դա անկեղծ, հիացած ժպիտ էր։ Մենք երեխա ենք ունենալու։ Այո, հաստատեց Նարինեն, շաբաթներ անց առաջին անգամ թույլ տվեց իրեն ժպտալ։ Նրանք նստեցին բազմոցին, Հայկը Նարինեին մոտ պահելով, նրա ձեռքը երբեք չհեռացնելով նրա փորից։ Ժամերով խոսեցին։ Երեխայի, ապագայի, այն մասին, թե ինչպես կդիմակայեն հանրային դատաստանին։ Այն մասին, թե ինչպես կվերածեն սկզբնական սուտը իրական մի բանի։ Մեզ ավելի մեծ տուն է պետք լինելու, մտածկոտ ասաց Հայկը։ Մանկական սենյակով, գուցե այգիով։ Եվ դայակ, ավելացրեց Նարինեն։ Ես շարունակելու եմ աշխատել։ Իհարկե, կշարունակես։ Հայկը նայեց նրան։ Դու չափազանց լավն ես քո գործում, որպեսի վատնես դա։ Բայց այլս իմ օգնականը չես լինի։ Դու իսկական ղեկավար պաշտոն կունենաս։ Դու դրան արժանի ես։ Նարինեն գլուխը դրեց նրա ուսին, զգալով մի խաղաղություն, որը երկար ժամանակ չէր ճանաչել։ Մարդիկ կխոսեն։ Թող խոսեն, ասաց Հայկը, համբուրելով նրա գլխի կատարը։ Մենք ճշմարտությունը գիտենք։ Եվ դա է կարևորը։ Եվ երբ Տիգրանը նորից փորձեց հայտնվել, փորձելով ինչ-որ իրավունք պահանջել երեխայի նկատմամբ, պնդելով, որ Նարինեն տեխնիկապես դեռ իր հետ ամուսնացած էր, երբ հղիացել էր, Հայկն էր, որ զբաղվեց դրանով։ Ամուր, օրինական, բայց անողոք։ Ամուսնալուծությունը արագ ավարտվեց, Տիգրանը, առանց փողի, առանց փաստարկների, անհետացավ դեպի այն աննշանությունը, որտեղից երբեք չպետք է դուրս գար։ Նարինեն, կյանքում առաջին անգամ, մենակ չէր։
Եվ ոչ թե որովհետ նրան փրկող էր պետք, այլ որովհետ ընտրել էր լինել մեկի հետ, ով իրեն տեսնում էր այնպիսին, ինչպիսին իսկապես կար։ Հղիության մասին լուրը հրապարակայնորեն հայտարարվեց 3 շաբաթ անց։ Հայկն ու Նարինեն միասին դիմակայեցին տեսախցիկներին, ձեռք ձեռքի տված մամուլի ասուլիսում, որն ուղիղ եթերով հեռարձակվեց։ Կային դժվար հարցեր, ենթադրական հայացքներ, քողարկված մեկնաբանություններ։ Բայց նրանք պատասխանեցին ազնվությամբ, արժանապատվությամբ։ Այո, հղիությունը պլանավորված չէր։ Այո, նրանք սկսել էին որպես պրոֆեսիոնալ համաձայնություն։ Բայց այն, ինչ հիմա ունեին, իրական էր, նրանք չէին պատրաստվում ներողություն խնդրել դրա համար։ Արձագանքը զարմանալիորեն դրական էր։ Գուցե որովհետ մարդիկ հոգնել էին կատարյալ արհեստական պատմություններից։ Գուցե որովհետ Հայկի, իր խստությամբ հայտնի գլխավոր տնօրենի խոցելիությունը թարմացնող էր։ Կամ գուցե որովհետ Նարինեի պատմությունը մի կնոջ, ով դուրս էր եկել բռնատիրական հարաբերություններից, գտնելու իր սեփական արժեքը, արձագանքում էր շատ այլ կանանց։ Ընկերության բաժնետոմսերը, որոնք ամիսներ առաջ ընկել էին, նորից սկսեցին բարձրանալ։ Բայց այս անգամ դա կայունության կեղծ պատկերի պատճառով չէր։ Դա իսկության պատճառով էր։ Նարինեն վերադարձավ աշխատանքի Նովաթեկում, բայց այժմ որպես մարդկային ռեսուրսների կառավարման տնօրեն։ Դա մի պաշտոն էր, որը նա վաստակել էր արժանինքներով, ոչ թե գլխավոր տնօրենի հետ լինելու համար։ Եվ նա արագ ապացուցեց իր արժեքը, ներդնելով ծնողական արձակուրդի, ոտնձգությունների դեմ պայքարի աշխատավարձի հավասարության քաղաքականություններ, որոնք փոխեցին ընկերության մշակույթը։ Պենթհաուսը, որտեղ Հայկը մենակ էր ապրում, վերափոխվեց։ Մինիմալիստական աշխատասենյակը դարձավ մանկական սենյակ, ներկված կանաչի դեղինի չեզոք երանգներով։ Նարինեն պնդեց չիմանալ սեռը մինչ ծնունդը, Հայկը, ով սիրում էր ամեն ինչ վերահսկել, զարմանալի նրբանկատությամբ ընդունեց անորոշությունը։ Նրանք հանգստյան օրերն անցկացնում էին միասին օրորոց հավաքելով, դեկորի շուրջ վիճելով, ծնողավարության մասին գրքեր կարդալով։ Հայկը գնում էր բոլոր բժշկական այցելություններին, բռնում էր Նարինեի ձեռքը ուլտրաձայնային հետազոտությունների ժամանակ, հիանում էր ամեն անգամ, երբ տեսնում էր երեխային էկրանին։ Մի գիշեր, անկողնում պառկած, Հայկի ձեռքը Նարինեի արդեն մեծ փորի վրա, նա զգաց երեխայի խաղը։ Նրա դեմքի հիացմունքի արտահայտությունը մի բան էր, որը նա երբեք չէր մոռանա։ Իրական է, շնջաց Հայկը, աչքերը փայլում էին։ Այստեղ մարդ կա։ Շատ իրական, համաձայնեց Նարինեն, իր ձեռքով ծածկելով նրա ձեռքը։ Վախենում եմ, խոստովանեց Հայկը մի պահ անց։ Հայրս երբեք ներկա չի եղել։ Չգիտեմ, կկարողանամ այլ կերպ լինել։ Նարինեն շրջվեց նրան նայելու։ Դու արդեն այլ ես։ Նայիր քեզ։ Գրքեր ես կարդում, օրորոց ես հավաքում, բոլոր այցելություններին գալիս ես։ Հայրդ դա արել է։ Հայկը գլուխը թափ տվեց։ Ուրեմն դու արդեն ավելի լավն ես, նրբորեն ասաց Նարինեն։ Եվ մենք միասին կսովորենք։ Մեզնից ոչ ոք հստակ չգիտի, թե ինչ է անում։ Բայց մենք այստեղ ենք, միասին, դա է կարևորը։ Հայկը համբուրեց նրան, դանդաղ խորը, Նարինեն անսահման երախտագիտություն զգաց, որ քաջություն է ունեցել թույլ տալ նրան մտնել իր կյանք, նույնիսկ երբ սարսափած էր։ Ամիսներն անցան փոթորկի պես։ Նարինեի փորը մեծացավ, հագուստները նեղացան, կոճերը ուռեցին։ Նա շարունակեց աշխատել մինչ 36-րդ շաբաթը, համար ինչպես միշտ, մինչ Հայկը գրեթե գրկած դուրս հանեց նրան գրասենյակից, պնդելով, որ նա պետք է հանգստանա։ Տիգրանս մեկ անգամ փորձեց հայտնվել, այս անգամ էժանագին փաստաբանի հետ, փորձելով իրավունքներ պահանջել երեխայի նկատմամբ։ Բայց հայրության թեստերը, ամսաթվերը, ամեն ինչ ապացուցում էր, որ նա ոչ մի կապ չունի երեխայի հետ։ Դատավորը համբերություն չունեցավ նրա անհիմն պնդումների համար, Տիգրանին հեռացրին սահմանափակող հրամանով։ Նարինեն նրան վերջին անգամ տեսավ դատարանի պատուհանից, սեփական ամբարտավանությունից փոքրացած մի մարդ, մենակ, որովհետ երբեք չէր սովորել, որ հարաբերությունները արտաքին տեսքից ավելին են պահանջում։ Նա խղճահարություն զգաց, բայց նա թեթացում։ Իր կյանքի այդ գլուխը վերջապես փակված էր։ Նարինեի ջրերը եկան նախատեսված ժամկետից 2 շաբաթ շուտ։ Երեքշաբթի գիշեր էր, նա բազմոցին նստած սերիալ էր դիտում, մինչ Հայկը տան աշխատասենյակում մի քանի նամակ էր ավարտում։ Հանկարծ նա զգաց խոնավությունը, ներք նայեց հասկացավ։ Հայկ, կանչեց նա, հանգստություն պահպանելով։ Կարծում եմ, ժամանակն է։
Հայկը վայրկյանների ընթացքում հայտնվեց, տեսավ իրավիճակը, հանկարծ միշտ վերահսկողության տակ գտնվող գլխավոր տնօրենը վերածվեց խուճապի մեջ գտնվող մարդու։ Հիմա, բայց դեռ 2 շաբաթ կա։ Հիվանդանոցի պայուսակը պատրաստ է։ Որտեղ է։ Պետք է բժշկին զանգենք։ Որտեղ է իմ հեռախոսը։ Նարինե, շնչիր։ Ես շնչում եմ, ասաց Նարինեն, արդեն նյարդային ծիծաղելով, չնայած առաջին կծկումները սկսվում էին։ Դու պետք է հանգստանաս։ Բայց Հայկը չէր կարողանում։ Պայուսակը վերցնելիս սայթաքեց սուրճի սեղանիկի վրա, 2 անգամ գցեց մեքենայի բանալիները, մոռացավ դրամապանակը, ստիպված եղավ վերադառնալ։ Նարինեն այս ամենի մեջ գրեթե զավեշտական հանգստություն էր պահպանում, հաշվելով կծկումները, շնչելով այնպես, ինչպես սովորել էր ծննդաբերության դասերին։ Երբ վերջապես հասան հիվանդանոց, Հայկը Նարինեից ավելի գունատ էր։ Բժշկական անձնակազմը նրանց արդյունավետ դիմավորեց, Նարինեին տանելով հիվանդասենյակ, ամեն ինչ պատրաստելով։ Կծկումներն ուժեղանում էին, ավելի մոտենում։ Իրական էր։ Երեխան գալիս էր։ Հայկը բռնեց Նարինեի ձեռքը ողջ ծննդաբերության ընթացքում։ Երբ նա ճչում էր ցավից, նա այնտեղ էր։ Երբ նրան ջուր էր պետք, նա այնտեղ էր։ Երբ նա ասաց, որ չի կարողանա, որ չափազանց շատ է, որ այլս չի դիմանում, նա նայեց նրա աչքերին, ասաց, որ այո, նա կկարողանա, որովհետև նա ամենաուժեղ կինն է, ում ճանաչում է։ 12 ժամ տեց ծննդաբերությունը։ 12 լարված, հյուծիչ, հուզական ժամ։ Եվ հետո, երբ առը սկսում էր ծագել, հիվանդանոցի սենյակը լուսավորելով առավոտյան ոսկեգույն լույսով, երեխան ծնվեց։ Աղջիկ է, հայտարարեց բժշկուհին, երեխային, փոքրիկ ու կատարյալ ու բարձր լացող, դնելով Նարինեի կրծքին։ Նարինեն նայեց դստեր դեմքին, զգաց, որ սիրտը պայթում է։ Վախի, անորոշության, կասկածի բոլոր այդ ամիսներն անհետացան։ Ահա նա, իրական, կենդանի, կատարյալ։ Նոր մարդ, նոր կյանք, նոր հնարավորություն։ Հայկը լաց էր լինում։ Արցունքներն ազատորեն հոսում էին դեմքով, մինչ նա նայում էր Նարինեին իրենց դստերը։ Նա մատով դիպավ երեխայի նուրբ գլխիկին, հիացած։ Նա կատարյալ է, շշնջաց նա, ձայնը կոտրված հուզմունքից։ Դուք երկուստ էլ կատարյալ եք։ Նարինեն ժպտաց սեփական արցունքների միջով։ Ուզում ես գրկել։ Դողացող ձեռքերով Հայկը դստերը վերցրեց։ Գիրկը։ Նա այնքան փոքր էր, այնքան փխրուն։ Եվ մինույն ժամանակ նա ամենահզոր բանն էր, որ երբեք գրկել էր։ Այս փոքրիկ երեխան ուներ ամեն ինչ փոխելու, վերասահմանելու, թե ով է ինքը, իմաստ տալու մի կյանքի, որը կարծում էր, թե արդեն իմաստ ունի։ Բարի գալուստ աշխարհ, փոքրիկ, մրմնջաց Հայկը դստերը։ Հայրիկդ ամեն ինչ կանի, որ քեզ արժանի լինի։ Դու արդեն արժանի ես, ասաց Նարինեն, տեսարանը դիտելով այնքան ուժեղ սիրով, որ ցավում էր։ Նրանք որոշեցին աղջկան անվանել Լուսինե։ Լուսինե Ավետիսյան Գրիգորյան, գրելով 2 ազգանունները, 2 կյանքերի միության խորհրդանիշ, որոնք սկսվել էին առանձին վիրավորված, որոնք հիմա միասին նոր բան էին կառուցում։ Առաջին օրերը քաոսային էին։ Անքուն գիշերներ, տակդիրներ, լաց, անընդհատ սովորել։ Հայկը, ով սովոր էր վերահսկել տնօրենների խորհուրդներն ու միլիոնավորների բանակցությունները, իրեն լիովին կորցրած էր զգում 3 կիլոգրամանոց երեխայի առաջ, որը միայն լաց լինել ու կերակրվել գիտեր։ Բայց նա համառեց, անփույթ կերպով փոխելով տակդիրները, գիշերվա կեսին օրորելով Լուսինեին, երգելով կեղծ մանկական երգեր, որոնք ստիպում էին Նարինեին ծիծաղել։ Նարինեի ընտանիքը, որը հեռացել էր Տիգրանի հետ ամուսնության ընթացքում, կամաց-կամաց նորից հայտնվեց։ Մայրը եկավ այցելության, թոռնիկին գրկեց լաց եղավ, ներողություն խնդրելով, որ ներկա չի եղել, երբ Նարինեն ամենաշատն էր իր կարիքն ունեցել։ Դա սկիզբ էր, վերակառուցվող կամուրջ։ Լրատվամիջոցները, որոնք այնքան հետաքրքրված էին հղիության յուրաքանչյուր մանրուքով, հարգեցին գաղտնիության խնդրանքը առաջին շաբաթների ընթացքում։ Բայց երբ Հայկն ու Նարինեն վերջապես Լուսինեի լուսանկարը տեղադրեցին ընկերության սոցիալական ցանցերում, հայտարարելով, որ վերադարձել են ավելի քան երբեք նվիրված են ընտանիքն ու հավասարակշռությունը գնահատող ընկերություն կառուցելուն, արձագանքը ճնշող էր։ Հազարավոր աջակցության մեկնաբանություններ։ Բռնատիրական հարաբերություններից դուրս եկած այլ կանանց պատմություններ։ Տղամարդիկ, որոնք շնորհակալություն էին հայտնում Հայկին, ցույց տալու համար, որ խոցելիությունը թուլություն չէ։ Նովաթեքի մարդկայնացված գովազդային արշավը, ընտանիքի իրական լուսանկարներով, դարձավ տարվա ամենահաջողվածներից մեկը։
Բայց Նարինեի Հայկի համար հանրային հաջողությունը ավելի քիչ էր կարևոր, քան անձնական պահերը։ Կիրակի առավոտները Լուսինեի հետ իրենց միջ անկողնում մանկական բույրը խառնված թարմ սուրճի հետ։ Կեսօրները պատշգամբում, դիտելով այգու ծառերը, մինչ Լուսինեն քնած էր մանկասայլակում։ Գիշերները կերակրումները կիսելով, քնաթաթախ սայթաքելով միջանցքներով, ծիծաղելով սեփական հյուծվածության վրա։ Լուսինեի ծնունդից 3 ամիս անց, մի առանձնապես հանգիստ գիշեր, երբ երեխան վերջապես քնել էր, Հայկը Նարինեին գտավ պատշգամբում։ Նա նստած էր բազկաթոռին, նայելով քաղաքի լույսերին, ուսերին ծածկոց երանյան գիշերվա ցրտից պաշտպանվելու համար։ Նա նստեց նրա կողքին, ձեռքը գցեց նրա շուրջը, նրանք որոշ ժամանակ այդպես մնացին, հարմարավետ լռության մեջ։ «Զղջո՞ւմ ես», հանկարծ հարցրեց Նարինեն։ «Այս ամենի համար։ Պայմանագրի, որը վերածվեց իրական բանի։ Ընտանիք ունենալու համար, որը քո պլաններում չկար»։ Հայկը մի պահ մտածեց հարցի շուրջ։ «Ես տարիներ եմ անցկացրել ընկերություն կառուցելով», ասաց նա վերջապես։ «Աշխատել եմ ավելի շատ ժամեր, քան կարող եմ հաշվել։ Վաստակել եմ ավելի շատ գումար, քան կարող եմ ծախսել։ Նվաճել եմ այն ամենը, ինչ կարծում էի, թե ուզում եմ»։ Նա դադար տվեց, բռնելով Նարինեի ձեռքը։ Բայց դրանցից ոչ մեկն իրականում կարևոր չէր։ Դրանք ընդամենը թվեր էին, դատարկ նվաճումներ։ Միայն երբ թույլ տվեցի, որ դու մտնես, երբ դադարեցի փորձել ամեն ինչ վերահսկել, երբ թույլ տվեցի ինձ խոցելի լինել, միայն այն ժամանակ հայտնաբերեցի, թե ինչն է իսկապես կարևոր։ Նարինեն սեղմեց նրա ձեռքը։ «Ես էլ», ասաց նա։ «Այնքան երկար ժամանակ անտեսանելի էի, փորձում էի հաճոյանալ, թաքնվում էի։ Եվ հետո դու հայտնվեցիր այդ անհեթեթ պայմանագրով ինձ հնարավորություն տվեցիր լինել այն, ով ես իրականում եմ։ Արժեք ունենալ։ Տեսանելի լինել»։ Նրանք նայեցին միմյանց, այլս վախ չկար, այլս պայմանագրեր չկային, այլս կեղծ տպավորությունների խաղեր չկային։ Կային ընդամենը երկու մարդ, որոնք հանդիպել էին ամենաանհավանական հանգամանքներում, կառուցել էին իրական մի բան։ «Ամուսնացիր ինձ հետ», հանկարծ ասաց Հայկը։ «Այս անգամ իսկապես։ Առանց պայմանագրերի, առանց համաձայնությունների։ Պարզապես դու ես Լուսինեն այն, ինչ միասին կկառուցենք»։ Նարինեն ժպտաց, դա մի ժպիտ էր, որը լուսավորում էր ամբողջ պատշգամբը։ «Կարծում էի, երբեք չես խնդրի»։ «Դա, այո է։ Դա, այո է»։ Հայկը նրան քաշեց համբույրի, երկար, խորը խոստումներով լի։ Եվ երբ բաժանվեցին, Նարինեն գլուխը դրեց նրա ուսին, նայելով ներքի քաղաքին, բոլոր այդ կատարվող կյանքերին, բոլոր այդ գրվող պատմություններին։ Իր պատմությունը սկսվել էր կորպորատիվ գրասենյակի սառը պայմանագրով։ Անցել էր ցավի, վախի, անորոշության միջով։ Բայց հանգել էր այստեղ, այս պատշգամբում, այս տղամարդու հետ, իրենց դստեր հետ, որը քնած էր կողքի սենյակում։ Նրանց միջ այլս պայմանագրեր չկային։ Այլս իշխանության խաղեր չկային։ Այլս ծածնելու կարիք չկար։ Կար միայն սեր, գիտակցված ընտրություն, միասին կյանք կառուցելու ամենօրյա պարտավորություն։ Նարինեն նայեց աստղերին, որոնք կարողանում էին փայլել նույնիսկ քաղաքի լուսային աղտոտվածության միջով, լուր խոստում տվեց։ Լուսինեին, Հայկին, բայց ամենից շատ ինքն իրեն։ Այլս երբեք անտեսանելի չի դառնա։ Այլս երբեք չի թաղի իր երազանքները։ Այլս երբեք թույլ չի տա, որ որևէ մեկը սահմանի իր արժեքը։ Նա այժմ Նարինե Գրիգորյան Ավետիսյանն էր։ Մայր, ղեկավար, զուգընկեր, կին։ Եվ կյանքում առաջին անգամ նա լիովին, իսկապես ազատ էր։ Քամին նրբորեն փչեց պատշգամբով, բերելով այգու ծառերի բույրը։ Հայկը սեղմեց նրա ձեռքը, Լուսինեն քնի մեջ հոգոց հանեց ներսում, Նարինեն փակեց աչքերը, պահպանելով այդ պահը։ Դա հեքիաթների երջանիկ ավարտը չէր։ Ավելի լավն էր։ Իրական էր։ Իրենցն էր։ Եվ դա ընդամենը սկիզբն էր։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Նարինեի Հայկի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե հուզվեցիք, դրեք ձեր լայքը, բաժանորդագրվեք ալիքին, մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի հուզառատ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում։